Պաշտոնական քարոզարշավից առաջ ոչ պաշտոնականի շորշոփը շուտ էր ընկել Գյումրիում, թե քաղաքական քանի ուժ, քանի թեկնածուով կհայտնվի պայքարում, դա էլ հայտնի չէր, երբ մեծ ու բարձր վահանակների վրա դեմքեր ու ապրած կյանքի արացի դրվագներ երևացին, բայց դրանց նկատմամբ թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողովը վերահսկողություն չուներ։ Օրենսդրությամբ է սահմանված հանձնաժողովն ընդամենը դիտարկելու հետևելու իրավունք ունի պաշտոնական քարոզչության շրջանում, իսկ հաջորդ քայլն է լիազոր մարմնին, տվյալ դեպքում քաղաքապետարանին տեղեկացնելն է։ Մարտի 16-ի առավոտյանից մեր հանձնաժողովի անդամները երկու խմբով քաղաքում մոնիտորինգ են արել փակցված բիլբորդների եւ այլ բոլորը նայել ենք 16-ին 17-ին այդ մոնիտորինգի արդյունքում ամսի 18-ին մարտի մենք գրություն ենք ուղարկել համայնքապետարան, որովհետև դա պատվիրակված պարտականություն է համայնքապետարանի, իրենք պետք է խախտումով փակցրած վերացնեն պաստառները։ Հանձնաժողովի նախագահը գրեթե ամեն օր նախընտրական ընթացքին հետևող դիտորդներից ու ընտրապայքարում գտնվող թեկնածուների քաղաքական ուժերի գրասենյակներից է ազանգեր ստանում, որոնք մատնանշում բացահայտում մրցակից ուժի կամ ուժերի թույլ տված խախտումները։ Իրենք նշել էին տեղեր, որ կենտրոնական հանձնաժողովը չի տրամադրել ու այդտեղ բիլբորդներ են խփած։ Այնտեղ կար իրանց նշածների մեջ, որ կենտրոնականը տրամադրել էր, ուղղակի մի կուսակցության էր տրամադրել, մի կուսակցությանն էր խփած, բայց այդ բիլբորդները, ես ձեզ ասեմ, որ դրանք ոչ թե նոր խփածներ էին, այլ այն, որ մինչև քարոզարշավը կային, դրանց մասին էր խոսքը։ Ուրեմն մենք որ քաղաքապետարան տվեցինք այդ գրությունը, անմիջապես ամսի 20-ի երեկոյան արդեն այդ ամբողջը վերացվել էր։ Մինչև 5 քառակուսի մետր մակերեսով պաստառները քաղաքի տարբեր հատվածներում վահանակների վրա փակցնելու թույլտվություն քաղաքական ուժերին տալիս է կենտրոնական ընտրական հանձնաժողովը վիճակահանությամբ, բայց երբեմն դրանք ավագանում իշակ թեկնածուները անտեսել են, որտեղ ուզել նկարներ են փակցնել։ Օրինակ բազմաբնական շենքերի պատերին փակցնելու արգելք գոյություն ունի, որին թեկնածուները չեն ենթարկվել։ Այդպիսի խախտումները լիովին բացառել հանձնաժողովի նախագահը իրենց ուժերից վեր է համարում։ Միտեղ գնում նայում ես կարող է չլինի կես ժամ հետո լինի։ Մեր բանն է 7 հոգի ենք մենք հանձնաժողովով, մենք չենք կարող բոլոր տեղերը, ասենք, վերահսկենք, ու մեզ որոշ դեպքերում օգնում են այս դիտորդական կազմակերպությունները եւ այլն, ու մենք աշխատում ենք, մենք քանի որ մենք լիազորություն չունենք գնանք մենք հանենք, մենք լիազոր մարմնին տեղեկացնում ենք։ Լիազոր մարմինն էլ երբ ուզենա կամ երբ հնարավոր լինի մոտեցումով վերացնում կամ չի էլ վերացնում խախտումները։ Ըստ էության քարոզարշավի ընթացքում բոլոր տեսակի խախտումների մասին արձանագրությունները դիտորդական առաքելություն իրականացնող միջազգային կամ տեղական դիտորդների մատյաններում են։ Ընտրատարածքային հանձնաժողովի փոքր լիազորությունների մեջ չի մտնում քարոզչության ընթացքում թեկնածուների կողմից հնչող ատելության խոսքը վերահսկելը կամ կողմերի նկատողություն տալը։ Ընտրապայքարի վերջին օրերն են ու այն Գյումրիում ակտիվության պիկին է հասնում, բայց ոչ գաղափարական, այլ ինչքան հնարավոր է միմյանց անցյալն ու ներկայը հիշեցնելու մեղմ ասած ձգտումով։ Նման դրսևորումների մասին թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողովը որևէ բողոք չի ստացել։ Լարվածությունը կա, ես այն ժամանակ է, որ նոր սկսվում էր, ես բոլորին մաղթեցի խաղաղ, նորմալ, անձնավորված չլինի այդ ամեն ինչը, բոլորին դա եմ մաղթել։ Ինձ թվում է, որ դա քաղաքական պայքարի մեթոդ է, ասենք, քեզ լավ ցույց տաս, մյուսին սևացնես, մարդկա շատ է սևացնելը օգտագործում, մարդկա քիչ է օգտագործում, մարդկա ընդհանրապես դա չի օգտագործում, իր առավելություններն է միևնույն։ Դե ասեմ, ամեն մեկը իր մարտավարությունն են, այդ առումով, եթե օրենք չեն խախտում, վիրավորանքների չեն անցնում, դա արդեն մեր տիրույթը չի, եթե վիրավորանքի հասան, այնտեղ արդեն կարող են մարդիկ դատարանների միջոցով։ Դատական ճանապարհից նաև ընտրողները կարող են օգտվել, եթե քվեարկության օր իրենց անունները չգտնեն ցուցակներում, իրենց ընտրական իրավունքը մարտի 30-ին արագ կարգով վերականգնելու հնարավորություն ունեն, մինչ այդ կարող էին ցուցակներում եղած անճշտությունների հարցով դիմել անձնագրային բաժին։ Գյումրիում 2021 թվականին անցկացված թիմ եւ համապետական ընտրությունների ժամանակ էին որոշ անճշտություններ վերացրել։
ըստ օրենքի, եթե մարդը հաշվառված է, բայց գնացել է դրսում է բնակվում, ստեղ հաշվառումից դուրս չի գրվել, իրավունք չունեն ցուցակից անեն, կարող է հենց այդ օրը գա քվեարկի այդ մարդը։ Դրսում բնակվող, բայց Գյումրիում հաշվառված ընտրողներից բացի այս անգամ ընտրացուցակներում այլազգի ընտրողների անուններ են հայտնվել, հիմնականում ռուսների եւ հնդիկների, ինչը եւս Տիգրան Ղազարյանն ընտրական օրենսգրքով է հիմնավորում։ Ըստ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին կարող են մասնակցել 18 տարի լրացված Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք ընտրության օրվա պահին 6 ամիս հաշվառում ունեն Գյումրի քաղաքում։ Այս բaragam Գյումրի քաղաքում։ Եվ օտարերկրյա քաղաքացիները, որոնք որ 1 տարի հաշվառում ունեն Գյումրի քաղաքում, իրենք ցուցակի մեջ ընդգրկվում են ըստ ընտրական օրենսգրքի։ Բայց դա չի նշանակում, որ այդ մարդիկ ընդգրկված են անպայման պետք է գան քվեարկեն։ Իմիջիայլոց Ռուսաստանի քաղաքացիները կարող են իրենց անձնագրով քվեարկել, իսկ ասենք Հնդկաստանինը պետք է Հայաստանի տված կացության թուղթը ունենան ձեռքերը նկարով բանով։ Մարտի 28-ին արդեն հաստատված կլինեն նաև Գյումրիի ընտրողների վերջնական ցուցակները, որոնք կփոխարինեն տեղամասային կենտրոններում փակցված նախնական ցուցակներին։ Մարտի 30-ին ընտրությունների մասնակցող 9 քաղաքական ուժերի ընդհանուր թվով 372 ավագանու տեխնացուներից եւ ոչ մեկը սահմանված ժամկետում ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել։ Ըստ այդմ արդեն հաստատված են քվեաթերթիկների նմուշները։ Շանթեր Ռուստանկերություն, Հորիզոն։